Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր Հայր եւ որդի Վարդանովներ ոդկասթի հերթական հաղորդումն է։ Այսօր խոսելու ենք քաղաքացիական պատերազմների մասին։ Ես նախատեսել էի, որ վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած մեծ քաղաքացիականների մասին խոսենք, բայց ոնց որ այս անգամ հաղորդումից առաջ ես ու հայրս մի քիչ իրար հետ զրուցեցինք, պարզվեց, այնպես մի 100 տարվա մեջ պետք է նայեի։ Չեմ նայել։ Ճիշտ է, թվեր լսեցի, բայց խենք եկել այս թեմային։ Արի մի հատ հայտարարություն անեմ նոր, էլի։ Հայր ջան, ես էդի հիմնականում չեմ ասում ա վաղինակը, ուրեմն լայք արեք, դիզլայք արեք, եթե համաձայն չեք, անպայման կիսվեք եւ գրանցվեք, որովհետեւ թուրքերը դետ անալիտիկսը սահմանափակել չէ, բան են արել, կամ թուրքերի ծառաները, չգիտեմ որտեղ, ասենք YouTube-ում կամ ուրիշ տեղ, կուշկսեն կուլա լսի, արդեն պարզվում է, որ հնարավոր է թուրքերի ծառաները սահմանափակել են եւ հսկայական, ասենք, չէ սահմանափակել, ջնջել են, ոչնչացրել են, մեր արխիվով բանով սաղ ջնջել են, մի քանի տարվա աշխատանքը, հսկայական գումարներ ոմայից, ասենք, եւ ասենք, մեր ընտանիքի բյուջեից ծախսած դրա վրա, դա զրոյացել է, դրա համար գոնե գրանցվեք այդ դետ միսիոնը եւ տարածեք, ասենք, ձեր ծանոթների մեջ հնարավորինս, որ շուտ վերականգնենք ու այդ թուրքերը ձեռնունային մնան, ասենց ասեմ, էլի, որ իրանց մեր դեմ քայլը, իսկ մեր դեմ քայլերը իրանք հո հենց հենց չեն անում, հո հենց հենց չի Վովա Վարդանովին, ասենք, միջազգային հետախուզում են տվել 20 թվականի աշնանը դեռ, հո հենց հենց չի ոմային, ասենք, տերորիստ են անվանում, հո հենց հենց չի, որ դետքը փագում են, որովհետև այդ թվարկածս անձը եւ կազմակերպությունները մեր բոլորի շահերն են պաշտպանում, այդ թվում նաեւ ձեր, իմ սիրելի, իմ ասկ, որը երբեք ձեր համար ոչ մի բանս չեմ խնայել, երբեք ոչ մի բանս, անգամ ընտանիքիս անդամներին։ Հիմա գանք այդ քաղաքացիական պատերազմը ինչի համար ենք ընտրել։ Քանի որ հիմա շատ թեժ քաղաքական ընտրաշավ է մեր մոտ գտնում, համաձայն չեմ, որ հիմա է, ինքը վաղուց է այդ տարուց ավել է իրականում սկսել է այդ ընտրաշավը, դրա համար շատ պոպուլիստական որոշումներ ա կայացում, լավ, այդ մասին չխոսամ, պետք չի, որտեվ քաղաքականացվում է քիչ, նույնիսկ կուսակցականացվում է, որի մեջ մենք չպետք է ասենք ներքաշվենք։ Դու քո բանը, ասենք, ոմայից ելնելով, դու քո գիծը քաշում ես, քաշի, բայց ստեղ արի փորձենք լինենք օբյեկտիվ։ Լուրջ վտանգ կա այժմ, որ կարող է հիմարաբար մեր քաղաքական որոշ ուժեր տանեն դեպի չընդունելով ընտրությունների արդյունքները, տանեն դեպի քաղաքացիական պատերազմ։ Լավ, դա ամենավատ սցենարն է, մենք էսի ասում ենք, որ մարդիկ չտրվեն այդ սադրանքներին։ Ես նույնիսկ ուժերի հետ չեմ, գիտես։ Չէ, ատելությունն է սերմանած շատ մեծ։ Ինձ ավելի շատ վախացնում է այն ատելությունը, որը որ սերմանվել է իմ ժողովրդի մեջ, տարբեր ուժերի կողմից, տարբեր քաղաքական, ասենք, նպատակներով, բայց ատելության մակարդակի արդեն շատ երկար տարիներ, 8 տարի չի, շատ երկար, ու մեզ բաժանում են։ Սկզբից ղարաբաղցիներին չէին սիրում, հիմա էլ են հետ եկել ոնց որ այդ թեմային, հետո տենց ես հիշում եմ, էլի փոքր ժամանակվանից Չարբաղցին այրեցիայի ժողովրդին չէր սիրում, Բանգլադեշցուն չէր սիրում, մեր թաղի մեջ հայաթ իրար չենք սիրում, հայաթի մեջ պայձես, վաղ էդի ուրիշ թեմա է, բայց այդ ատելություն, այդ փոքր մակարդակը երբեք չի հասել ապեր։ Մենք նույնիսկ երբ որ ատելության չէ, բայց այդ բանը մեր մեջ եղել է թույլ կողմը։ Հավատա, էլի, այնքան համոզված եղի, որ այն նայրի ստադիոնում, երբ որ մեր ամբողջ թաղը խակեի նատրավե պարապելով, այն վաղ բիտան չգիտեին ինչա, կլուշկեքով ֆրֆռում էին ու քաղաքի մեջ սարսափ էին տարածում, ասենք, անգամ այդ ժամանակ ատելություն չկար,
ատելություն չկար, որտեվ միանգամից հայը հայի հետ հանդիպում էր, ես ինչ սուր հարցեր ասում էր, սրան ես թաղից ճանաչում ես, սրան ճանաչում ես եւ հաշտության եզրեր էին ման գալի։ Իսկ հիմա ատելության այն մակարդակին ասած, որ մարդը հպարտանում է, որ հղի կնոջը հարվածել է։ Այն ատելության այն աստիճանը հասած, որ սրանից 5 տարի առաջ առաջատար կրող եւ առաջատար օպոզիցիոն ուժերի ներկայացուցիչ երկու եղբայր իրար դանակով խփեցին, երկու աղբեր միանգամից, մեկը խփեց ընդրա փորը մցրեց, այն մեկը հանեց աղբոր փորը մցրեց, երբ որ աղբերը իր համար արդեն անհանգստանում էր, հասկացավ էշը ինչ արել աղբորը դանակով խփելով, այս մեկը տակից օգտվելով իր փորի դանակը հանեց, մցրեց աղբոր փորը, հիմա արդեն եղել է սպանություններ քաղաքական հողի վրա, ասենք Փարաքյարում, արդեն սպանություն ա եղել, ավտոյով վրաերթներ ա եղել քաղաքական նպատակներով, քաղաքական, կուսակցական, то есть մելքի շկուրնի ինտերեսներից դրթված հայր ջան, ձեզ ինչ որ մարդիկ իրանց փորը հաստատնելու բանալ բողազները հաստատնելու համար ձեզ դրթում են իրար վրա ատելությունով կլինես ծիխի սիրեք իրանց սեքսով եք ուզում զբաղվեք այդ քաղաքական գործիչի հետ, այն մյուսի հետ, չգիտեմ ինչ եք ուզում, այդ ինտիմ է սիրում բանը էլի սերը, ինտիմ, հանգիստ, առանց ատելության, ով է ատելությունով զբաղվում սիրով։ Տենց բան չկա, ձեր մեջ էտի որ մցնում են, էտի նշանակում է չեն ուզում ձեր այդ սիրով զբաղվեն, ուզում են ձեզ բռնանան ու ձեզ ծառայացնեն տարբեր գաղափարներին։ Ու հիմա կասենք ուր է տանում այդ ամեն ինչը։ Սրանից մոտ 160 տարի առաջ, բլո տեսեք ինչքան հետ գնացի։ Առաջատար երկրներից մեկը, որը դեռ գլոբալ խաղացող չէր, ընտրում է պրեզիդենտ, որը խաղաղություն է քարոզում, որովհետև հարավի եւ հյուսիսի ժողովուրդը իրար այնքան էլ չի սիրում, տնտեսապես տարբեր ձևի են փող աշխատում։ Նույն ժողովուրդը, նույն, աբսոլյուտ նույն։ Եվ կամաց գալիս է սրվում է, դառնում է քաղաքացիական պատերազմ, որովհետև ատելության մթնոլորտ է տիրում։ Բայց իմիջայլոց միջև հիմա այդ արդեն գերտերությունը պարտությամբ է։ Ամերիկայի մասին է խոսքը։ Իրանց քաղաքացիական պատերազմի մասին։ Իրանք քաղաքացիական պատերազմից առաջ մարդը համար են արել, որ ընտրության մարդկանց թիվը իմանան։ Ամերիկայու բնակիչների վերից վար նորածնից միջև ամենախորը ծերուկ գնահատվում է 31 միլիոն մի քիչ պոչով մարդ։ Սկսում է քաղաքացիական պատերազմ, ատելությունը այն աստիճանի բարձր ալնում 600,000 մարդ ազովում 19-րդ դարի տվյալներով։ Այսօրվա հետազոտությունները ասում են 750,000 մինչև 600,000 Հələ մի հատ 30 միլիոն հաշվեք ու 600,000 2% բնակչությունը կամ էլ հասուն մարդկանց 3%-ը սպանվեց զուտ ընդրա համար, որ քաղաքական գործիչներից մեկը ատելություն էր սերմանում իր կողմնակիցների մեջ, այն մեկն էլ ասենք տոն տվեց համերաշխությունը ինչքան քարոզեց, տեսավ չի ստացվում, տոն տվեց քաղաքացիական պատերազմի գնացես ամեն ինչը։ 2% ընդհանուր բնակչության սպանվեց, հարազատ մարդիկ էին իրար սպանում։ Գանք մի քիչ ավելի մոտիկ, որ դեպքը կարաս օրինակ հիշես։ 19-րդ դարը ուղղակի սաղդ Ամերիկա սիրում եք, Ռուբիոն գալիս է մեզ ստրկացնում, ասենք, բանը Տրամպի, то есть մենք մեղրի ենք կորցնում, սուվերենիտետը աբսոլյուտ կորում է մեղրու համաձայնագիր ստորագրելուց անդադար ասում է Միջանսկ Ռուբիոն։ Այ իրանք, քանի որ էշ են իրար սպանել են, երևի իրանք էլ ասենք Կարանք երկրորդ ամենասիրելի պետության մասին խոսենք։ Որը հետաքրքիր է։ Ռուսաստանի կայսրությունը երբ որ քանդվեց։ Հա, էդ էլ հետաքրքիր թվեր ունի, հա։ Վախենալու թվեր, շատ վախենալու թվեր։ Ընդ ոնց որ երկու բան չեն, կարմիրներն ու սպիտակներն է ընդունված։ Չէ, բացի այդ, ընդ բանը խառնված առաջի համաշխարհային եւ իր հետագա քաղաքացիականը։ Հա, պլյուս անարխիստներ քաղաքացիական բանը համաշխարհայինի վախտիրանց զոհը
2 միլիոն, հա, մինչև 2-3 միլիոն մարդ է զոհվում, զինվորական եւ քաղաքացիական կորուստ են ունենում առաջի համաշխարհայինի բանում։ Իսկ բանը քաղաքացիականը երբ որ սկսում է եւ սկսում է պատերազմ բոլորի դեմ, հա, երկու ուժ չէր էլի, 3, 4, 5 մենշևիկներ բոլշևիկներ մի հոգու դեմ, հետո բոլորի դեմ, այդ թվում նաև ասենք ծայրամասերը, ասենք լրիվ առանձին ռուսական կայսրության տեսակետից սեպարատիստները, ասենք մեր տեսակետից մենք անկախության մասին ենք, բայց որ հիշենք որ ռուսական կայսրության մասին էր խոսքը եւ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր որ մեզ ձեռ չի տալի այդ ժամանակ դուրս գալ միջև վերջ դիմադրելով համենայն դեպս անկախացավ ինչքան էր պակաս 18 միլիոն 18 միլիոն քաղաքացիական մարդը զոհվում Այ չեմ հիշում 100 քանի միլիոն էր բնակչությունը Հա բայց ազնության համար ասենք որ դա սովից մահացածները կան մեջ էլի Սովից քաղաքացիական պատերազմն է բերում Սովից տնտեսությունը չի աշխատում արդեն ուտելիք չունես եսիմ փախստականներ են լինում ասենք օրինակ հենց այդ նույն ժամանակ ղազախական մի հատ տոհմա բանը չվել 50,000-անոց գնացել է Չինաստանում արդեն 500,000-ա 500,000-ա դա 10 պատիկ աճել է այդ 500,000-ը որտեվ այն չինական քաղաքացիական պատերազմին չի մասնակցել ու արդյունքում 10 անգամ աճել է իսկ Ռուսաստանը 10%-ից ավել մարդ է զոհվում ռուսական կայսրությունում որը հետագայում կոչվեց իր իմաստը չկորցնելով որպես կայսրություն կոչվեց սովետական միություն 18 միլիոն քաղաքացիականի վաղ մի քիչ որ էլի էսյան գանք էլ ինչ կարե մտքովդ ինչ անցնում Չինաստանի քաղաքացիական ասիր Արա չէ այնտե սարսափելի թվերը ոչ մեկ միջև ռեալ չի կարում հասկանա 20 միլիոն 40 միլիոն թե 5 միլիոն միջև հիմա չեն հասկանում որովհետև ամեն նահանգապետ այ ոնց որ Տաուշի մարզպետը որոշեց անկախանա ու գնաց պայմանական իհարկե ես իրան չեմ ասում որ ինքը սեպարատիստ է Չէ կարանք ավելի մոտիկանանք 90-ականներին հասնենք Չէ արի հերթով գանք որ մարդիկ ավելի լավ հասկանան դեգրադացիան որտեղից է աճում Աֆրիկյան պետությունները եթե սկսենք նշել ընդ Դա ավելի մոտիկ քաղաքացիական Իսպանիան Հա ճիշտ է Ֆրանկոյի ժամանակ Թագավորությունը ասենք բան արվում չեղարկվում է ռեսպուբլիկա է դառնում պատկերացնում եք չէ ասենք գլոբալիստները այն վաղտվա գլոբալիստները ովքեր էին կոմունիստները եւ սոցիալ-դեմոկրատները գլոբալիստները հաղթում են թագավորական ընտանիքին ասում են հաջող ու բանը ռեսպուբլիկա են հիմնում մեկը ասում է հոբ ֆրանկոն իրար այդ լեզու չեն գտնում եւ սկսում է քաղաքացիական մոտ 1 միլիոն զոհ մինչև 1 միլիոն մարդ է սպանվում եւ ասենք բանա դուրս է փախնում են հիմնական սոցիալ-դեմոկրատներն ու կոմունիստները, ով որ քիչ թե շատ զինված ուժերի հետ կապ ուներ, որոնք որ պահում էին վերջի բաստիոնը Պիրինեյան սարերը։ Ու նույնիսկ այն փաստը որ երկրորդ համաշխարհայինին չի մասնակցել Իսպանիան, այդ զոհերը արդեն դա իրան Ֆրանկոին ինչ որտեղ հալալ է, էլի ինքը ինչքան էլ Հիտլերին բան էր մոտ մարդ էր Հիտլերը իրան օգնել էր բան ինքը հասկացել էր որ այդ մեծ կիլդիմի մեջ այ ոնց որ մեր մոտ էդի չեն հասկանում Ռուսաստանը արևմտյան կիլդիմի մեջ են ոնց որ ոնց համաձայն որ մեզ ներքաշեն էլի Ֆրանկոն ասում է չէ ախպեր Հիտլեր ջան դու ինձ ինչքանով ես օգնել են որ ասում ես ինձ արի օգնի ինչքանով ես 10,000 կամավորական ես ղրգե Հելնում կոչ անում, գալուբայա դիվիզիա ենք ստեղծում կամավորականներից, 10,000 հոգի, հարց չկա, 10,000-ով քվի դենք Հիտլեր, սյո աղբեր, յան տուր ինձնից, նույն ձևով կարելի է խոսալ ռուսական, ասենք, բաներից, երբ որ ռուսը մեզ ասում է, մենք ձեզ այսքան գազ ենք տվել, բան ընդեղ, եկեք մեզ միացեք, կամ երբ որ արևմուտքն է ասում, մենք ձեր սորոսականներին այսքան կերակրել ենք, այսքան փող ենք տվել։ Բայց դա չեն ասում, հիմա ուրիշ ձև է։ Ինչա։ Գալիս է Եվրոպայության նախագահն ասում է մենք ձեզ կօգնենք մոռացել են որ վերջի անգամ որ խոստացել են այս Ռուսաստանի դեմ մեզ ինչ-որ դրդում են մենք կարող կանքենք
մենք էլ ձեզ կօգնենք։ Երբ որ դուք Մոսկվան գրավեք եւ Ստալինգրադը, մենք այստեղից կօգնենք ձեզ։ Մի խոսքով ճիշտ է, նեյտրալիտետ պահելն է։ Գոնե քաղաքացիական պատերազմից հետո Ֆրանկոն այդքան խելք ուներ, իր ժողովուրդը սիրում էր՝ ի տարբերություն երևի մենք մեզ չենք սիրում։ Չէ, բայց մենք խելացի ենք, մենք ուրիշի փորձը հաշվի առնելով չենք սկսի այդ, հա։ Քաղաքացիականը չենք։ Պատելության մթնոլորտը աղբերը դանակով խփել։ Դա ուղղակի այնքան մանր են, որ փորձել են տենց լսել են, որ ասում են մասնատիր, որ տիրես։ Հա, չեն իմանում, որ դա ռոմեացին ասել է։ Դա օտար երկ, այսինքն եթե դու ուզում ես այդ ստրատեգիայով գնում ես, մասնատիր Բաքվի հանրապետությունը, որ տիրես։ Եթե դոձիկ չես, թալիշների դրոշը բարձրացրա, ավարներին օգնի, լեզգիններին օգնի, եթե դոձիկ չես։ Դոձիկ ամենաստորացուցիչ բանը։ Ոչ թե դու այդ ամեն ինչը արած տեղ ներսում։ Չգիտեմ, թուրքերի մոտ է ստացել։ Չեմ ուզում ասել, դուք ինքներդ ասեք։ Մասնատել են, Արցախը Հայաստանից բաժանեցին, ու տիրեցին։ Զգալի մասով դոձիկ ենք, էլի սաղս։ Բայց հույս կա, որ դրանից հետո մի քիչ էմոցիոնալ է, մաքսիմալ աշխատում ենք չկուսակցականացնենք, չքաղաքականացնենք, բայց դա ներքին քաղաքականությանն է վերաբերվում։ Արտաքին քաղաքականությանը, որի անբաժան մասը զինված գործն է, ռազմական գործն է, դրան գոնե մի քիչ անդրադառնում ենք, երևի տեսնում ենք։ Հա, որտեվ դա մեր տիրույթն է։ Դուրներդ չի գալի մեր տիրույթ մի մտեք, որտեվ այդ անհաջողությունները արտաքին քաղաքականության մեջ բերում է պատերազմների։ Երբ որ դու չես կարող խոսալով անես, փորձում ես ուժով կամ քո դեմ են փորձում ուժով։ Հա, կա այդպես բան։ Երբ որ մենք փորձում ենք Իսրայելի հետ լավ հարաբերություններ ունենանք, դեսպանատուն ենք բացում Թել Ավիվում, արա Իսրայելն էս դաժան օրինակ է։ Ջղայնացնում ենք մեր հարավային բարեկամներին։ Իսրայելը այնքան դաժան օրինակ է, որտեվ Իսրայելը արել է այն, ինչը հիմա մեր գլխին թուրքն է անում։ Ինքը ամեն ինչ արեց, որ իր միջերկրական ծովում իր կոնկուրենտը ինվեստիցիաներ տանող խոսքը Լիբանանի մասին է, Լիբանանը բերի են վիճակում, որ ոչ մի խելամիտ մարդ, նույնիսկ հիմար Լիբանանի մեջ $1 չդնի։ Բոլորը դրվում է Իսրայելի մեջ։ Դա անցած հաղորդման ժամանակ ասեցինք։ Դե լավ բանը կարելի է եւ կրկնել։ Դա շատ դաժան օրինակ է։ Հիմա մեր գլխին երևի Իսրայելի բաներով ախպերությունը, որ Թուրքիի մեջ կա, իրաց խորհուրդներով Իսրայելը Թուրքի միջոցով էլի բան փորձեց, երբ որ օկուպացիայի մեջ էր պահում, բլոկադայի մեջ էր պահում Արցախը, նույնձև ինքը արեց արդեն Գազայի հետ։ Գազայի վրա, հա։ Բայց բանը այդ մեր հաղորդումից հետո մի քանի շաբաթ ուղղակի մի տարբերություն կար։ Արցախը, քանի որ հայկական տարածք էր, Հայաստանի Հանրապետությունը հայերին ընդունեց, իսկ Գազայի արաբներին ոչ մեկ չի սիրում ու ոչ մեկ չի ընդունում։ Ոչ մեկ չի ընդունում։ Հիմա սիրում է, չի սիրում։ Չեն սիրում, որտեղ ժամանակին ընդունել են, հետո գլխներին լավ չեկը։ Խնդիրը մի քիչ ուրիշ է ապեր, քանի որ այդտեղ իշխում են եղբայր մուսուլմանները։ Հա, եղբայր մուսուլմանների հարցն է։ Համասը դա եղբայր մուսուլման է։ Էրդողանը դա եղբայր մուսուլման է։ Նորից ու նորից ստիպված եմ լինում կրկնեմ։ Մենք եղբայր մուսուլմանների հետ ենք լարված հարաբերությունների մեջ, էլի։ Դա կուսակցություն է, որը ձևավորվել է Եգիպտոսում 50-ականներին եւ Անգլիայի օգնությամբ զարգացվել է։ Նույն Եգիպտոսից Գազայի այդ եղբայր մուսուլմաններին վռնդել են։ Բանը բացի վռնդելը, հեղաշրջում են արել եղբայր մուսուլման Մուրսիին, տապալել են Ալ-Սիսին, երբ որ եկել դարել է, ասենք, պրեզիդենտ։ Բանը, լավ, այդ դրա մասին մենք խոսացել ենք, բայց կարճ մի հատ ռեմարկա անեմ, էլի, ուրեմն, երբ որ մենք դրա մասին բան արենք, դու հիշացրիր ինձ, մի շատ լավ կիրթ տղա, խոսքի տղա ասելով, ես 60 տարեկանից մի 5 տարի մեծից մինչև մի տարեկան սաղին տղա եմ ասում, էլի, չզարմանաք։ Ուրեմն ասես, բայց դու գիտես, որ բանը, այդ բանը Իսրայելը մեծ փողեր է ներդրել տարբեր կուսակցությունների բաների մեջ։ Ասի օրինակ որ, ասեց Ամալի մեջ է փող դրել, փող է դրել ֆալանգիստների մեջ, քրիստոնյա մարոնիտների մեջ, փող է դրել, ասենք,
սուննիների մեջ, ով մի քիչ թուլանում էր, իր մեջ փող էր դնում, որ ամբողջությամբ միայնքը հաղթող չլինի։ Հավասարակշռություն Հավասարակշռություն բաժանել էր, էլի։ բաց պահելով, ասի դու հաստատ գիտես, ասեց հա, ես բանա Լիբանանի գործը հետաքննող բան մի հատ լրագրող ամերիկացու հետ եմ խոսացել, ասում է, որը փաստերով այդ ամեն ինչը հոդված է գրել դրա վերաբերյալ։ Եվ հետո մի զարմացեք, որ Համասին Իսրայելի կառավարությունը 2000 թվականից Համասը որ եկել է իշխանության, 3 միլիարդ փող փոխանցել է մենակ Իսրայելը։ 3 միլիարդ դոլար փող փոխանցել է Համասին, որը բացահայտ, ասենք, իր կողմից, ասենք, հայտարարված Ալ-Կաիդայի ֆիլիալ բաներ, ոնց են դրան ասում, ահաբեկչական կառույց։ Լավ, եթե իրանց թվերը արդեն չենք ասում, գալիս ենք ավելի էսյան Սիրիայի քաղաքացիականը հիշենք։ Չէ, դե այդքան շատ առաջ ընկեր իրականում։ Հա, էլի։ Բանից էլ էր ուզում խոսալ Հարասլավիայի Հա, դե Հարասլավիայի բանա ընդհանուր չխոսանք, բոսնիակներից խոսանք։ Ուրեմն ի գիտություն շատ-շատերի ես մի քիչ պատմություն շատ եմ սիրում, եւ երբ որ ասում եմ Ուկրաինայի ռուս եւ Մոսկվայի ռուս, ես հիմնավորած եմ դա ասում, են պրոպագանդայի զոհերը իմ հետ թող չվիճեն այդ հարցերում։ Նույն ձևով Սերբիայում կան կաթոլիկ սերբեր, իրանք խորվատ են կոչվում, կան ուղղափառ հունադավան սերբեր, իրանք սերբ են կոչվում, մեկ կան մուսուլման սերբեր, որոնք բոսնիակ են կոչվում, Իոսիֆ Բրոզ Տիտոյի թեթև ձեռքով, ոնց որ Ստալինը ազերբայջանցիներին պիտակավորեց ազերբայջանցի, ասենք, մինչև այդ իրանք կոչվում էին մուսուլմաններ։ Ես անձամբ եմ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հոդվածը կարդացել, որը ինքը հոդված էր գրել եւ հրապարակել էր, արդեն չեմ հիշում որ թվականին, որ մենք պիտի խոստովանենք, որ մեր մոտ կա առանձին ձևավորված ազգություն մուսուլմաններ։ Էդի սերբ մուսուլմանություն ընդունած սերբերն էին եւ հալալ 3 եղբայր իրար բողաս սկսեցին կրծել, դրոշ բարձրացնելով կրոնա։ Իրականում տարելքի մոտ, չէ, Լագյանի մոտ ով մոտիկ կգտնվի, ով լավ կլափի մոմենտներ։ Այ ոնց որ հաճախ դուք էլ եք տեսնում, ասենք քաղաքական դաշտում, այդ լափոցին Ամերիկայում էլ էր 120 տարի առաջ։ Այդ ով կլափի, այ ով որ լափելու համար է ինքը ատելություն է մտցնում, որպիսի իրան ավելի հեշտ լինի այդ կողքից։ Հա, քանդում, այո։ Ոչ մի բան չի ստեղծում։ Հա, հիմա այդ բոսնիակները կարող է թվեր հիշես։ Չէ, ճիշտն ասած 4.5 կարծեմ միլիոնով, չէ, 4.7 միլիոնով պատերազմը սկսեցին, 3.8 միլիոնով վերջացրեցին։ 800 քանի հազար մարդ զոհվել էր կամ փախստական էր դարել իր բանը քաղաքացիությունը փոխելով։ 4%, հա, չէ, քանիս է գալի։ 100,000-ը 4.5-ի 20%, հա, բայց 20%-ից մի քիչ, այո, 18% է գալի մոտավոր։ Ոնց որ ռուսական քաղաքացիականը, դրանից ասենք մի 70 տարի շուտ։ Եթե Աֆրիկային անդրադառնանք, դե Աֆրիկան մեր նման ատելությունով մեկը մյուսին լծված է չհասկանալով։ Մենք հաղորդում ենք գրել, որը ցավոք արխիվից թուրքերը ջնջել տվեցին կամ թուրքածառաները, կապ չունի իրանք YouTube-ն են նստած, թե որտեղ են նստած, այդ գնիդաները ջնջած չլինեի հղում կանեինք։ Ուրեմն տուցին եւ փխուտուն, էդի մեկը 1000 տարի առաջ է եկել, մեկը մի քանի 100 տարի առաջ է եկել, այնքան են խառնվել իրար մեջ, մեկը մյուսին չեն էլ տարբերում ոչ մի ձևով, իրանք մի ազգ են դառել շատ վաղուց։ Նույնիսկ առանձին էթնոգենեզ էլ տեղի չի ունեցել։ Ռուանդայի էթնոգենեզը փխուտուների եւ տուցիների համաձուլվածքի վրա էր կառուցված։ Իրար բողաս կրծեցին 800-ից մինչև 1 միլիոն մարդ փրթեցին ուղակի, ցեղասպանեցին, որից կեսից շատը, ասենք, մեկն էր արել, որը որ իշխանություն ուներ, իշխանության չարաշահելը մենակ Հայաստանում չի ընդունված, էլի, Աֆրիկայում էլ կա այդպես բաներ։
Կարանք վախենալու թվերից է խոսանք, Կոնգոյի քաղաքացիական Կոնգոն вообще սարսափելի է։ 5-ը Կանգալեսկի պատերազմը 5 միլիոնից ավել մարդու կյանք է խլել։ ու ընդ էլ հաշվարկները քանի որ սխալվում բանը տենց լավ տատանվող է 3.8 միլիոնից 5.4 միլիոն։ Դե միջև 5.4 միլիոն մարդ է սպանվել։ Էլի սովամահ լինելուց էլ շատ երեխաներ են քաղաքացիականի պատճառով, ասենք, մահացած, սպանված, նույն բանն է, էլի, հավատացեք։ Սովամահ է լինում մի ընտանիք, թե ասենք մորթվում է մի ընտանիք, ծառավից ոչ մի տարբերություն չկա կյանքը խլելու տեսակետից։ Իսկ երկրի համար ու ազգի համար իրա փախստական դառնալն էլ տարբերություն չկա զոհվածի եւ եթե ինքը փախստական է դառել եւ իր ինքնագիտակցությունը սկսում է փոխել, սամաիդենտիչնես ոնց կլինի։ Այն որ Իրան էլ չի ճանաչում Ռուանդայի ժողովուրդ, էլի։ Всё, ինքը ինչ որ բարեկամներ հերո ունի, ասենք, լեզվային մոտիկություններ ունեն, կորում է։ Այդ 3.8 միլիոնից 5.4 միլիոնը հեսա նայում եմ, համար 90% եւ ավելին մահացել են մալարիայից, դիարեայից, այն հիվանդությունները, որը որ պետությունը ինֆրաստրուկտուրա չլինելու պատճառով, որ պետությունը քանի որ չէր կարում իր պարտականությունները կատարել խաղաղ բնակչություն, դե ուրիշ բանով էին զբաղված, իրար կոտորելով էին զբաղված, իրար բողազ էին կրծում, այնով որ ասում էր պետությունը ես եմ եւ այնով որ ասում էր պետությունը չէ ես եմ, իրար բողազ էին կրծում եւ խաղաղ բնակչությունը հսկայական կորուստներ կրեց պատերազմի, քաղաքացիական պատերազմի պատճառով։ Մենք մի քիչ հեռու ենք գնացել, բայց Սիրիան 25 միլիոնով, թե չէ, 25 չէ, ինչքան էր իրաց բնակչություն, 23 միլիոն կարծեմ, բնակչությունը պատերազմ սկսեց, 13 միլիոն փախստական ունի։ Բնակչությունի կեսից ավելի Սիրիայից փախել է։ Մենակ Սիրիայում չէ, նույնպես Սուդանում էլ ա եղել։ Դե Սիրիան մեզ մոտիկա, որտեվ մեծ հայկական համայնք ա եղել, 260,000 մարդ Սիրիայում հայ ա ապրել։ Հիմա ոնց որ 30 Հիմա թե 50 10 անգամ ավելի քիչ մարդ կա։ 10 անգամ ավելի քիչ։ Եթե Խասակեի այդ հատվածը, որը քրդերը բաներ անում, այնտեղ կային մոտ 15,000-ից 15-ից 25,000 հայ, համոզված են, որ իրանք էլ կամաց այդտեղից դուրս կգան կամ կտեղափոխվեն Հալեբ, Դամասկոս, Հալեբ, որտեղ քիչ թե շատ մի քիչ շատ են հայերը, որ պաշտպանվեն, որտեղ քրդերը էլ ի վիճակի չեն լինելու պաշտպանել ազգային փոքրամասնություններին, որի այդ պաշտպանի դրոշակակիրությունը իրանք իրենց վրա վերցրել էին, ստեղծելով Եփրատի Ձախափնյակը ամբողջությամբ, ասենք, իրանց տիրապետության տակ էր։ Սիրիան կորցրել է, սպանվել է, կարծեմ 600,000-ից ավել մարդ։ 5 միլիոնից 610,000 են ասում։ 3% բնակչության։ 3 թե ու ստեղ ինչն է հետաքրիր սպանվել է, իսկ կեսից ավելին կորցրել է փախստականների տեսքով։ Սպանվել են, ինֆրաստրուկտուրա չի հասցրել այդքան այսքան սովամահ չեն եղել։ Իրենք սպանվել են, կոտորվել են, որտեվ տարբեր խմբավորումներով ինչեր ասես որ չէին անում։ Իմիջայլոց մեկը Ամերիկայի հովանու տակ էր, մեկը, չգիտեմ, ռուսի, ֆրանսիացու, գերմանացու, չէ, գերմանացու չէ, թուրքի, ինչը նույն բանն առաջի համաշխարհայինից լինենք էլի, որ Եվրոպան մեր կողմնա լավ տեղ է տանում, կամ ռուսը մեր կողմնա լավ տեղ է տանում։ Չէ, դե Եվրոպան մեր կողմը հիշեք, էլի, ասենք, առաջի համաշխարհայինից հետո, երբ որ ռուսական կայսրությունը տապալվեց եւ քաղաքացիական պատերազմ գնաց կամ անկախության պատերազմներ գնացին տարբեր տեղերում, հենց այդ նույն ժամանակ Արցախը թուրքերին նվիրեց գեներալ Տոմպսոնը, անգլիացի զորավար, հենց այդ նույն սովետը քանդվելու բանից, այդ քաղաքացիական կամ ես հիմիշ պատերազմից հետո անցնում է, պրծնում է այդ Ռուսաստանում, Ղրիմից Վրանգելի զորքը էվակուացիա է լինում բան, սկզբից Ստամբուլ, Կոնստանց, Ստամբուլ, հետո Հարասլավիա։ Հենց այդ ժամանակ ֆրանսիացին էլ թուրքերի վրա ծախեց Կիլիկյան, նվիրելով մեր հայրենակիցներին, հետո երևի մի քիչ խիղճը տանջեց, ասես լավ, ձեզանից ով եկավ, հասավ Ֆրանսիա, ես իրանց բան կտամ, վիտնաժիցերստվա կտամ։ Հա, բայց դա
Մուսալերին, որ մոտեցել է այդ նավը, այդ կոնկրետ այդ մի նավի հրամանատարի որոշումն է։ Այդ իր որոշումներ գլխավոր հրամանատարությունից էլ հրաման ուներ չմոտենալու, բայց մոտեցել են, հետո ստիպված ադմիրալն էլ է եկել իր նավատորմով, բայց դա իրանց որոշումն է եղել սեփական որպես իսկ պետության շահերից։ Պետությունը որոշել էր, որ դուրս է գալի, չի պայքարելու։ Այո։ Իսկ Կիլիկյան դրանից ասում։ Այսինքն գալիս են կենդերան, որ 6 տարի հետո մենք չպետք է թողենք մեզ կիսեն, մասնատեն տարբեր մասերի, որ թույլատնեն դրանով ատելությունը զոհ։ Հա, մեր մեջից դա պետք է հելնի, որ մենք զոհենք, հույսներս չդնենք ինչ որ կոնկրետ հյուսիսային կամ չգիտեմ այլ մոլորակային կամ հարավային ինչ որ մի պետության վրա չպետք է տենց բան անենք։ Այսինքն հիմնական հույսը պետք է դնենք մեր վրա։ Մեր վրա հույս դնելով, այսինքն դու պետք է խաղացող, հիմա մենք խաղադաշտ ենք, մեզ էս տարբեր ձև ոնց ուզում բաժի։ Չէ, խաղադաշտը ինքը մեծ է լինում, ապեր, չէ։ Մենք խաղադաշտ չենք, մենք պրիզ ենք, փոքրիկ։ Պրիզ չէ, հələ որ խաղադաշտ ենք, հələ որ կիսում են։ Մանր, մենք դիլիկատես ենք, այդպես թեթև մանր կտրում են, տալիս են ստեղ։ Վաղուց Թուրքիայի ձեռնա։ Դե 10%-ը հաճույքով են ոնց որ գիտեն որ վերջնա, հաճույքով են կտրտում ուտում։ Սլիվկին է։ Հա, էլի են բաննա, Վիշինկյանա, նա տորտը։ Ու մենք հույսներս մեր վրա պետք է դնենք։ Եթե մենք հույսներս դնում ենք ինչ որ մեկի վրա, մեկը կա ասում է գեներալ Տոմսոնի կամ ֆրանսիական ինչ որ գեներալի կամ ռուսական Գրաչովի կամ հիմա խելացիներ կան ասում են Թուրքի։ Չէ, խելացիներ կան ավելի հեռու են գնացել։ Տեր Աստված։ Չէ, ի՞նչ Տեր Աստված։ Եթե Տեր Աստվածը իրանց են համարում, Բաքվի թուրքերն են ասում են մեր գլխավոր։ Լավ, դա արդեն քաղաքականացնում ես։ Հիմարություն դուրս տվեց, հիմա դուրս տվեց։ Ինքը միջև հիմա դա պահում է։ Ոնց։ Իրանց քաղաքական ուղղությունը տենց է։ Արի դրա մեջ չէ։ Բայց ասածս այն է, որ մենք որպեսի խաղադաշտից խաղացող դառնանք։ Ես ագին տանջվում եմ ինքս ինձ զսպեմ։ Հələ մի հատ քեզ պետք է։ Էլ մի խոսա դրանից, ես հիմա դրա մասին չեմ խոսում ընդհանրապես։ Իմ ասածը ուրիշ բան է։ Մենք արդեն չգիտեմ, որպես պետություն ծեծված, տնտեսությունը շատ վատ վիճակում, լիքը պարտքերով, այսինքն որպեսի դու խաղադաշտ ես դարձել արդեն, դրանից հետո արդեն երեքո ասած նվերիկը կդառնանք, որպեսի այդ վիճակից ելնենք, պետք է ուժեղացնենք մեր տնտեսությունը, բանակը ամենակարևորը։ Ամենակարևորը դա չի։ Չէ, բանակ ասելը դա ազգ բանակի մասին է։ Ամենակարևորը դա չի։ Ամենակարևորը վերացնել ատելության մթնոլորտը։ Ահա, որպեսի գանք ազգ բանակ պրոստը իրարից զզվելով չես կարա դու բերես ազգ բանակ սարքես։ Դու պետք է մի հատ ունենաս արդարության բուրգի գլխին արդարություն կայնացել լինի, որ սոցիալական արդարության համակարգն է արդար, իսկականից արդար, որ մարդը իրան պաշտպանված գա, հավասար զգա բոլորի հետ միասին։ Արի sense մի բան հասկանանք, որ հնարավոր է, երբ որ մեկը զզվելով դառնում է ինչ որ ընդհանուրի մի մաս, ասենք նույն ազգ բանակի։ Շվեյցարիայում, երբ որ կանտոնները իրար հետ հավաքվան ու որոշեցին, որ իրանք դիմադրելու են Գաբսբուրգի, ասենք, Մարգրաֆին, այն վաղ տասկի գերցոգը դուքս չէր, այդ ապագա կայսրը բանի Ավստրիայի, հա, որ իրան դիմադրելու են, հա, այդ անտարային բաները, կանտոնները, ասկի նորմալ չէին էլ ձևավորվել, իրար բողազ էին կարծում։ Իսկ հետո, երբ որ ասենք դրանից մի 400 տարի հետո Կարլոս Խիզախը, երբ որ գալիս է Շվեյցարիայի վրա, նույն շվեյցարացիների ժառանգները 500 տարի հետո էլի իրար հետ լեզու չէին գտնում միջև արտաքին վտանգը, բայց այնքան իրանց մեջ կամք ունեցան եւ խելք եւ ողջ մնալու արվեստը տիրապետելով իրանք իրար հետ հավաքվեցին եւ Եվրոպայի ամենահզոր զորավարին իր ամենապատրաստված բանակով ջախջախեցին եւ այդ վաղտ ձևավորվեց Շվեյցարիան։ Եվ այն վաղտ երբ որ դու ինչքան էլ ասում ես պարակտված էին իրեն, բայց իրանք սա պարապած էին։ Պարակտված էին, ապա իրար պարակտված, ասում պարակտված էին, հիմա դու ոնց որ մարդկանց մոտ կարա տպավորություն ստեղծվի, որ կարանք դες պարակտված լինենք, հենց արտաքին վտանգ լինի, sense կելնենք Ռեմբոյի պես չէ, իրանք պարապած են եղել։ Պարապած էին, միանշանակ, այսինքն դες մարզ, եթե նայենք 26 մարզ ա եղել, ու միջև հիմա էլ 26 մարզ ա, իրանք ամեն մեկն էլ ուժ ներկայացնում էր իրանից։
չէին կարող լուրջ ուժ դառնեն, որտեղ փոքրիկ ուժեր էին։ 26 չէին, սա բանը վաղ, 26 չէին, իրանք քիչ էին այդ վաղ։ Հիմա 26 կա Անտոնա։ Իրանք հետո շատացան, բայց խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Իրանք հա պարապած էին, իրանք բան ունեին, աշխարհազորեր ունեին, որոնք շատ լավ հետևակի գործ էին անում, կարողանում էին խիզախաբար ծանր հեծելազորի դեմ կռվեին, բայց իրար մի ծառ կդրելու կամ մի մետր դաշտ հարևանի գյուղ մտնելու, որը որ արդեն կողքի կանտոնին էր պատկանում, իրար տապորով, գերանդիներով սպանում էին։ Ուղղակի երբ որ հայտնվեց արտաքին վտանգը, իրանք այնքան խելք ունեցան, որ իրանց առաջնորդները ստիպեցին բոլորին մոռանալ իրար մեջ, ասենք, վտանգները, չարությունները եւ ատելության համար հիմքերը եւ առիթները եւ բոլորին մի շարքով ղրգեցին եւ իրանք էլ առաջնորդեցին դեպի Կարլոս հերու վտանգները, շատ հերու վտանգները, պայմանական ասենք հյուսիսային ու արևմտյան վտանգները ավելի մեր մեջ այնքան ատելությունը մտցրած, որ մենք կուրացել ենք, իրանց ավելի մեծ թշնամի ենք բաժանված, էլի, մեկը հյուսիսին է թշնամի համարում, մեկը արևմուտքի, մեկը հարավի։ Այն դեպքում, որ մեր թշնամին հենց մեր սահմանին է, ասենք, արևելյան սահմանին է։ Այդ տարական բաները, ասենք, սխալվում ես։ Մեր թշնամին սատանեն ամպեր։ Լուրջ եմ ասում, դիաբոլո։ Այդ քո ասած մարդիկ ծառայում են սատանուն։ Իրանք մեր հակառակորդներն են, իրական մեր թշնամին սատանեն է, մենք ավելի լուրջ թշնամի ունենք, որին մշտապես դիմադրել ենք, երբ որ կարացել ենք իրար հետ միավորվենք, ոնց որ Այգեստանում վանի կամ քաղաքամեջում, երբ որ չենք կարում միավորվենք, սատանեն հաղթում է իր ներսում եղած էներգիայով եւ դրսի ծառաներով։ Դու պետք է կարողանաս սատանային հաղթես, քո գլխավոր թշնամին է։ Իդեպ հակառակորդդ էլ գլխավոր, հեչ էլ Բաքվի հանրապետությունը չի, քո գլխավոր հակառակորդը Օսման Թուրքյանն է, որը քո ազգի կեսը այն վաղ փրթել է, պատրաստ է այս մի կեսն էլ փրթել տա իր կրտսեր եղբորը, որ էլ ինքը մառացած չլինի, առանց դրան Կիպրոսը իր համար խնդիր է, էլի, ինչին է պետք անձամբ ինքը գա։ Վախենալու բաներ մի ասա, որտեվ ցավոք մեր ժողովրդի մեջ մարդիկ կան, ովքեր սարսափած են նույնիսկ Բաքվի հանրապետությունից։ Ընդամենը 9 միլիոն շակալ։ Դե լավ էլ է։ Որոնք շատով են կարող մի բան։ Ես ստիպված եմ Վաղոյին ոչ թե հակադարձեմ, այլ Վաղոյի նշած մեր քաղաքացիներին մի բան պատմեմ։ Այստեղ կան 2 պատուհան եւ մի հատ դուռ։ Եթե մենք ստեղ հիմա 3-ով ենք, ես Վաղինակը եւ օպերատորը Վաչեն։ Մենք 3-ով ստեղ նստած ենք, այնտեղ դուրսը զոմբիներ են։ Նախորոք պատրաստվել ենք, այնքան խելք ունենք, ստեղ գմբեթ ենք դրել մեկը, դե գմբեթ 2-ը։ Ինչ որ մեկը իրանց եսի մինչ արիշ վերիշների համար կամ քաղաքական նպատակների կամ հնարավոր է ազգի ինչ որ հատվածը սիրելու հաշվին, եկել մեծ բետոնի ամրություն աստե սարքել։ Դու այստեղ քիչ թե շատ մենք ապահովված ենք, նույնիսկ ասենք վատ պարապած բիձեկն են կարող ստե դիմադրեն։ Այս դռան մոտ, եթե մենք հերթափոխով ես Վաչեն եւ Վաղոն կռվենք, այնտեղ զոմբիների բանակը Միլա Յովովիչի առաջնորդությամբ չի կարա մեզ հաղթի, որտեվ մենք չենք հոգնի, վիրավորվելու դեպքում միանգամից մեկը կգա կփոխի արինի, այն մյուսը վերքով են կոմպյուտերային խաղերի մեջ ոնց է արկա դենք կտա վերքը կբուժվի ու երկու հատ թարմ ասենք, էլի մարդ կսպասի միջև այն տղեն հոգնի։ То есть դու Հայաստան անգամ Թուրքիայի կողմից ընդհանրապես 9 տեղից մտնելու տեղ ունես, թվում է թե շատ եմ ասում, բայց այս 9 տեղից մտնելը տարբեր բարենպաստ եղանակային պայմաններ է պետք որ կարանա լինի, կամ երաշտ պետք է լինի, որ այս մի հատվածով մտնի, կամ պետք է ասենք բանալ լինի, ձուն ու սառույցը լինի, որ այս մյուս հատվածով մտնի, կամ պետք է չորային ամառը լինի, որ մտնի այն մյուս հատվածով։ Հիմա կոնկրետ բաներ չեմ ասում։ Սովետական բանակը այս ճակատը պահելով ժամանակին խելամտորեն ուռեր է կառուցել
ինքը չի ենթադրել, որ վրա Ուկրեփ ռայոն, то есть Չէ, մարդիկ չեն հասկանում։ պաշտպանական շրջաններ։ Այդ պաշտպանական շրջանները եւ 80 տարվա բետոնները անգամ դու կարողանալու ես օգտագործես ու թուրքին թույլ չտաս, որ ինքը այս 9 տեղերից Ստե օգտվի։ մի հատ բայց կա։ То есть թուրքը ստեղ մեզ գալ, գրավել, հաղթել չի կարա այս կողմից։ Բայց ստե մի հատ բայց կա, էլի։ Այդ ուռերի տեղերը քանի հոգի գիտի։ Դե որ պետքա գիտի էլի ուսան։ Ես վստահ եմ որ չի։ Լավ, տենց բաներ մի Այդ ասա։ ուռերից երկուսը Ուզում մենք եմ ոնց ասեմ, պարապելու համար։ այտենց միանշանակ չի էլի, որ իրանք շատ են ու կհաղթեն։ Այտենց չի։ Եթե դու հնարավոր ուղղությունների դեմ առնում ես, ինչքան ուզում ա ինքը ասենք այս մի լեռան վրով ստից մի հատ օրինակ բերեմ։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ Սևանա լճի հյուսիսային ափի վերաբերյալ, որ թուրքը, եթե այնքան էշ գտնվի, որ այդտեղից հիմնական գրոհ անի ու գա մտնի լեռների եւ լճի արանքի դեֆիլեն, այդ նեղ տեղը, դու իրան այնտեղ մսաղած կանես փողային հրետանիով, Բայց այդ ժամանակ քարվաճառը կար, էլի։ Հա, այդ վաղ քարվաճառը մեր ձեռն էր եւ փողային քո Արցիլերյան ստիպված չէի լինի կռվել երկու ուղությունով, այդ թվում նաեւ քարվաճառից բարձրացած քարվաճառի ձորերից Վարդենիսի այդ պլատոյի վրա, բարձունքների վրա տեղ գրաված եւ հնարավոր է իրանց Արցիլերյանը տեղանող թուրքիական, ասենք, բանի հետ արտ դուելի մեջ, բանա հրետանային մենամարտի մեջ ստիպված չես լինի բանա չէր առաջ երկու ուղությունով կռվեր։ Հիմա երկու ուղությունով պետք է կռվես։ Համոզված եմ, որ մեր գլխավոր շտաբը դա հաշվի է առնում։ Ուսան։ Եվ այդ նեղ դեֆիլեն թուրքերի համար ոչնչացման տեղ է։ Պետք է պաշտպանես, այո, որովհետև այդ դեֆիլեն մտնել հնարավոր է, այո, բայց մեծ ուժերով եւ այդտեղից զարգացնել դեպի առաջ, հարձակում, բան, գալ, հասնել եսի մուր, անհնար է։ То есть ինքը կարա այդտեղ մտնի, ամրանա, մեր կոմունիկացիաները դժվարացնի, ասենք Վարդենիս բան ծովագյուղ հատվածը, բայց դա իր համար անգամ բան չի, էլի, ստրատեգիական ոչ մի բան չի, խնդիր չի լուծում, օպերատիվ խնդիրներ լուծում է, այո, օպերատիվ բարդացնում է մեր վիճակը։ Եկե ստատուսի հարց է լուծում։ Հա, ստատուս գրել, որ մի հատ բեղավոր իր հերթական խոստումը, որ Սևանի ափ դուրս եկանք, բայց պատերազմելու տեսակետից անց չի, որ դա դու չես կարա, ասենք, մարսես նման թուրքական հաջողություն։ Շատ ավելի լուրջ բան կլինի, եթե իրենք առաջխաղացում գան դեպի Վարդենիս։ Համեմատաբար բլրոտ սարերով, որտեղ կարա տեխնիկան ճանապարհից դուրսել բարենպաստ եղանակային պայմանների չորայինի դեպքում, ինքը կարա նաև ճանապարհից դուրս առաջ շարժվի։ Համոզված եմ, որ մեր հերոս կորպուսի հրամանատարը եւ գլխավոր շտաբը դա էլ գիտի եւ համապատասխան քայլեր է ատեղ արել, ասենք, որպեսզի նման իրավիճակ չառաջանա։ Համոզված եմ նաև, որ հավաքները, երբ որ արվում են, մոբը եւ ռեզերվը դրա համար էլ է նախապատրաստվում, որ այդտեղ եղած զորքերը մշտապես համալրվեն, որովհետեւ նման ուղղությունների վրա մշտապես համալրումա պետք լինելու եւ բռունցքդ միշտ ուժեղացնել է պետք։ Կարճ ասած, թուրքերը թե Հայաստանի Հանրապետություն Օսման թուրքերը, թե այս մյուս թուրքերը, այնպես չի էլի որ ամեն ուղությունից կարան վրատան իրանց ուզած ուժերով, այտենց չի, դուխներդ պետք է տեղդ պահեք, եթե այդքան խելք ունեք եւ պարապում եք, մարզվում եք, 25 օրյա հավաքներին մասնակցում եք, որոշ հիմարների ասելով ձեր համար 25 օրյա հավաքը պատժի ձև չի, այլ պարապելու, ողջ մնալու Բայց ընդ հաղթանակած վերադառնալու ամենագեղեցիկ կնոջ հետ տեղաշոր պարկելու հնարավորություն չի ստեղծվում։ Բան անեն, էլի ստիպեն, որ պարապաստեն իրանց։ Հա, որովհետև կան տարբեր անգյալներ, ովքեր այդպես մեծամասնություն են կազմում ու չեն ենթարկվում պարապելու այդ համակարգին։ Դե հիմա ինչ արած, ոման այդ հարցը կարողացավ լուծի 23 թվականի հոկտեմբերին ու ոմային միացած մեր հայրենակիցները, որոնք հիմա ոմայի մի մաս չեն, բայց այն վաղ ոմայի մի մաս էին, բայց չի նշանակում, որ կյանքը չի ստիպի։
Լավ, Կյանքի խլելը կստիպի ընկերոջդ, երբ որ կյանքը խլում է։ Ես մի հատ ցավալի բան ասեմ, 20 թվականին ես մեծ հիմարություն արեցի որպես գումարտակի հրամանատար, համաձայնվեցի առանց զրահաբաճկոնների դուրս գամ մարտի դաշտ, ինձ խոստացան, որ զրահաբաճկոնները կուղարկեն։ Այդ իմ հիմարության, նաև իմ հիմարության արդյունքում զոհվեց իմ մանկության ընկերը, որին մեջքին այսենց երկաթ խփեց։ Ինքը լավ, ասենք, շատ լավ սպորտային վիճակում էր, չնայած իմ տարիքի էր, բայց այդ միած ստից բանը պակաս էր։ Այդ որպեսի ոչ մի բանը պակաս չլինի, պետք է գնաս հավաքների, ստիպես, որ քեզ տան այն ինչ որ քո կյանքը ապահովում է, այդ թվում նաև գիտելիքներ, նաև զրահաբաճկոն, նաև կասկա, եւ չնայես դրան, որ աֆիցերը ալարում է քո հետ վազի, դու քո վազքը արա, դու քո վարժանքն արա, քո պարապմունքն արա, ջանդամ թե բրոնեժիլետը չի կեղտոտվում, իրանց պարտականությունն է այդ բրոնեժիլետով քեզ ցանկացած պայմաններին ծանոթացնել, որով դու այդ պատերազմի մեջ Աստված չանի որ մտնես, բայց եթե թուրքը այնքան լկտիանա որ վրա տա, որ կարողանաս ցանկացած եղանակային եւ ուրիշ պայմաններում հակառակորդի դեմը առնես, բրոնեժիլետը հագած պետք է պարապես։ Ես հենց այնպես չեմ ասում, էլի, դա նաև մեր որոշ զորահրամանատարներին սիգնալներ եմ ղրգում, որ զրահաբաճկոնի պլիտեքն էլ պետք է մեջը լինի վարժանքների ժամանակ։ Եթե դու մարտական պարապմունք ես անում, մարդը պետք է մարտի պատրաստվի, ոչ թե ասենք նկարի համար, զինուժի կամ ասենք ինչ որ մեկի 4 թուշը ասենք օգտագործելու որպես պրախոտ դրա համար։ Բայց շատ շեղվեցինք մեր թեմայից, ահա որ տիպի, արի ամփոփենք, որտեղ ժամանակն էլ է սպառվել ամենայն հերթական անգամ կրկնենք ինչ, որ իրար մի ատեք, հայր ջան։ Մի ատեք, ատելությունը։ Այն որ ասում են մի թքի ստիպված կլինես լզել, այդ մոմենտն է, այ ատելը էդի է, մի թքի տղա ջան, ստիպված ես լնելու լզես։ Թուրքը կստիպի, որ լզես թքածդ, ատելությունը, որը դու տարածում ես քո հայրենակցի վրա, դա թքելուն հավասար բան է։ Այն թքին հավասար, որը դու լզելու ես, որովհետև կա Ալիև, կա Էրդողան եւ կա, ասենք, պարտված հայկական զինված ուժ, որը որ չի ընդունում իր պարտությունը, որ համապատասխան հետևություններ անի եւ էլ չպարտվի։ Պարտվածը եթե ընդունում է իր պարտվելը եւ հաղթ պատրաստվում է չպարտվելու, լավ է։ Արդար լինենք, ընդունել են 16 թվի պարտությունը ընդունել են։ Բաքսանը հələ չենք ասել դրան։ 16 թվին արդեն պատրաստ ենք ապրիլյան 4 օրյա այդ դեպքերը։ Ինչքան հնարավոր է ապա քաղաքական փորձեցինք լինենք, ինչքան հնարավոր է չէ հաստատ ապա կուսակցական եղանք, այս հաղորդման մեջ էլ, ինչը շատ դժվար է այս շատ իմ համար է իրականում դժվար, որովհետև իմ համար էլ ապեր, իմ համար էլ։ Չէ, դու sense տենից ապա քաղաքական ես, բայց ես իմ որոշումը։ Բայց իմ զրույցները մեկ-մեկ անկախ ինձանից ես հազիվ եմ զսպում։ Չգիտեմ, ես ու դու էդի գիտենք, բայց մեր տանը քաղաքականություն մաքսիմալ չի խոսացվում։ Մաքսիմալ։ Հետևում տարբեր կարծիքների տեր մարդիկ կան։ Տարբեր կարծիքների, ճիշտ է, ինձ բոլորը շատ են սիրում, դրա համար իմ ընտրությունը ընդունել են։ Բայց ամեն մեկը իր ինտելեկտը գնահատում է, որ ինքը հենց այնպես չի, այդ բանը կառոպկեն մանտալի, որի մեջ գորշ նյութ կա, ուղեղա կոչվում, եւ դա ընդունելի է մեր ընտանիքում։ Նույնը ձեզ եմ մաղթում, հայր ջան։ Իրար սիրեք, նույնիսկ երբ որ տարբեր ձևի եք մտածում։ Մի թքեք, լզելու եք հետո։ Ընդհանուր կոնսենսուսի միշտ հնարավոր է գալ, հեշտ դժվար չի։ Խոսալով, ամեն ինչը բացատրելով, տեսակետները։ Թեկուզ պարտվելով խոսակցության մեջ ինչ եղա որ։ Ռակը մենք այնացնում, կներեք, կզսնելու են ձեզ դրա պատճառով։ Չէ, արի չքաղաքականացնենք, այսքանով վերջացնենք, թե չէ բառերս օգտագործում։ Արի։ Որը պետք չի օգտագործել։
այն բառապաշարը, որ ես կոպիտ օգտագործում եմ, հիմա քաղաքական դաշտում օգտագործում, չեմ կարող նորմալ ադդուշի հիմարություն դուրս տալ։ Պետք չի, ընդհանրապես վատ բառեր պետք չի օգտագործել, ես դրան իրականում միշտ դեմ եմ եղել։ Հա, բայց իմ Սալդաֆոնսկի կռեդոն է նա, որ ես ասեմ այն ինչ որ ուզում եմ, չէ՞։ Կարաս ասես այն ինչ որ ուզում ես, բայց չափված ձևված բառերով։ Լավ, համոզիր։ Տեսեք, հիմիկվանից արդեն ինձ քշում է։ Ընդամենը 60 տարեկան եմ, բա 120-ում ինչ անելու։ Այսքանով վերջացնենք, մի մոռացեք հետևեք մեր նոր էջին, YouTube-յան Dead Mission էջին, տարածեք ձեր միսիոն է գրած։ Հա, միսիոն է գրած։ Մի խոսքը որտեղով տեսնում եք, էլի, լայքեր, դիզլայքեր, կոմենտներում ձեր կարծիքները գրեք։ Թուրքերի խոդը, որը դետքի դեմ էր ուղղված, այն ինչ որ սկզբում ձեզ խնդրեցինք։ Ու մի ատեք ոչ մի դեպքում իրար։ Ու անպայման գնացեք ընտրություններ։ Բոլորս էլ հայ ենք, անպայման գնացեք ընտրատեղամասեր եւ ձեր քաղաքացիական պարտքը հերթական անգամ կատարեք։ Որ հետո չասեք այն, ինչ որ ես օրինակ լսել եմ մի անգամ։ Ու ամենակարևորը ես չեմ ընտրել, ես իր հրամանները չեմ կատարել։ Ամենակարևորը մի վախեցեք։ Հա, դա ավտոկոս։ Այդ կինոն ճիշտ անուն ուներ։ Մի վախեցիր։ Մի վախեցիր։ Այդ կինոն նկարած կինոների ինչ այլոց, չէ՞։ Մի վախեցիր, բանը, նիբույսը ես տաբույար, մի վախեցիր ես քեզ հետ եմ։ Մի հատ հայկական ունենք, հա։ Բայց հայկականը մի 30 տարի հետո է նկարել։ Բան չասեցի, բայց հաստատ մեր դիտողները երևի 3 հոգի այդ թուրքական կինոնա տեսել ու 3000 հոգի։ Սովետական, որը նկարվել էր Բաքվի թուրքական կինոն, իսկ մնացածը հաստատ մի վախեցի։ Բյուլօղլին էլ գլխավոր դերում էր։ Հա։ Հակահայկական, ասենք, ամենամեծ դեսպաններից մեկը, առաջատար դեսպաններից մեկը։ Եղեք անփորձանք, հայեր ջան, գնացեք ընտրության, ինչ կընտրեք, ես դրան համաձայն եմ, ես ձեր ընտրությանը համամասնակից եմ, հաշվեք եւ կյանքս չեմ խնայի, որ ձեր ընտրությունը լինի ճիշտ։ Ուժեղ եղեք։ Ստեսություն։ Հաջողություն ձեզ։